Դրանք վարչական հսկողության տակ եւ ոչ թե օրինակ անազատության մեջ։ Սպանության մեջ մեղադրվողը կամ ուղիղ կասկածյալ ազատության մեջ է, բայց օրինակ մեր ձևով ասողը կամ սպանության մեջ բազմաթիվ մեղադրվողներ այժմ կրում են կալանք խափանամիջոցը, քրեակատարական տարբեր ոչ բազմաթիվ դրսում չեն, կարող է լինել իրավիճակ, երբ կապ չունի հանցանքի ծանրությունը, նույնիսկ սպանության մեջ մեղադրվող անձը կրի խափանման այլ միջոց, այո, այսինքն դատարանը որոշի, որ պետք է այլ խափանման միջոց նշանակի տվյալ անձի նկատմամբ, որովհետև խափանման միջոցի տեսակի որոշման հիմքում ոչ թե հանցագործության ծանրությունն է, այլ մի շարք այլ հանգամանքներ։ Տիկին նախարար, հիմա որ ասում եք պետք է լինեն համապատասխան ինչ-որ կառույցների եւ այլն, ինչ հետևեցի։ Կառավարությունում ինչ-որ իրավասու ոլորտային նախարարներ, գերատեսչության ղեկավարներ քննարկել են այդ միջադեպը, ինչ վարչապետը հետևություններից էր խոսում, դուք տեղյակ եք որևէ քննարկումից կամ գուցե մասնակցել եք որևէ նման քննարկման։ Իսկ որ ասում եք բայց կարծում եմ, որ դուք էլ տեսել եք, որ ներքին գործերի նախարարությունը հենց դեպքից անմիջապես հետո սկսել է իր ակտիվ աշխատանքը, որպեսզի ի վերջո հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել։ Բայց արդեն անցել է 1 օր, որևէ ձերբակալված կամ որևէ անձ չի հայտնաբերվել։ Սա արդյոք չի նշանակում, որ այդ աշխատանքը ամեն դեպքում արդյունավետ չի իրականացվում կամ գուցե ոստիկանությունը, նախարարությունը իսկապես աշխատանքի արդյունավետությունը չափելու համար մենք պետք է ուղղակի սպասենք որոշակի ժամանակ։ Ի վերջո համայնքապետ եկնդակարվեց սեփական տանդիմաց ոստիկանության աշխատող է այնքան ինչքան որ անհրաժեշտ է որպեսզի արդյունք ունենա։ Եվ երեք օրինակ նաև հնչում էին տեսակետներ, որ եթե օրինակ իշխանության ներկայացուցիչի վերաբերյալ Facebook-ում մեկ գրառում անողին արագ հայտնաբերում են, Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետողին անմիջապես հայտնաբերում են, տանում են դատարան, կալանքի եւ այլն, բայց երբ որ ընդդիմադիր համայնքապետի Կներեք, ձեր հարցադրման տողատակը որն է, որ բավարար ջանք այս դեպքում կարող է եւ չգործադրվել։ Տողատակը դուք հասկացեք, մեկնաբանեք։ Ես այդպես հասկացա եւ ներողություն եմ խնդրում։ Ներողություն եմ խնդրում։ Ձեր ասածից ստացվում է այնպես, որ մեր պետությունում սպանության դեպքի առթիվ կարող է բավարար ջանք չգործադրվել, որպեսզի հայտնաբերվեն։ Օրինակ ընդդիմադիրների շրջանում նման տեսակետ մեր երկրում ձեռնարկվող օպերատիվ գործողությունների վերաբերյալ հանրային իրազեկում կարող է չիրականացվել, հաշվի առնելով այդ գործողությունների գաղտնի բնույթը։ Այլ բան, քան դա, ասել չեմ կարող եւ իրականության մեջ գոյություն ունենալ էլ չի կարող այլ բան։ Տողատակային է Տիկին Գայլյան գործընկերոջը։ Ես այդպես հասկացա, որ մարդիկ օրինակ իրենց հայտարարությունների համար մեղավոր են ճանաչում, երեք օրինակ Միքայել Սրբազանը, դրանից առաջ Ես պատասխանեցի ձեր հարցին։ Վագա Սրբազանը, Սամվել Կարապետյանը։ Հանցագործները, իրական հանցագործները ազատության մեջ են կամ ինչ-որ թե մեր երկրում քրեական օրենսգիրքն է որոշում, թե որ արարքն է համարվում հանցավոր եւ շատ լավ քաղաքացիական նախաձեռնությամբ հանդես եկեք եւ փոխենք քրեական օրենսգրքի դրույթները։ Դիմում ենք ոստիկանություն, ասում ենք Վահե ջան, ես եմ ներողություն խնդրում։ Ոչ, չեմ լսել։ Կարող եմ ավարտել, շնորհակալություն։ Չէ։ Քրեական օրենսգիրքը որոշում է, թե որ արարքն է հանցավոր արարք։ Դատարանն էլ հաշվի առնելով քրեական օրենսգրքի արդեն որոշածը կայացնում է որոշում։ Հանցագործ ասելով չպետք է նկատի ունենալ միայն մարդասպաններին, խարդախներին կամ չգիտեմ, թմրամիջոց վաճառողներին տարբերակում միանշանակ կա եւ այդ տարբերակումը տեղ է գտած հենց քրեական օրենսգրքում սանկցիաների մեջ է տարբերակ։ Դա է ամբողջ խնդիրը։ Պոտենցիալ մարդասպաններն անունները կարող են զուգահեռ։ Տեսեք, կամ վարչական դիսկրեցիան տակ են, կամ տնային, կամ դրսում են առասարակ, կամ չգիտեմ, գրավոր ազատության մեջ են։ Բայց մարդիկ էլի ի վիճակ են վերջերս տնային կալանքի մեջ գտնվող մարդը որտեղ Աջափնյակում կարծեմ ներողություն։ Մարդ սպանեց էլի։ Հա, Երևանում մարդ սպանեց, դա ո՞նց հասկանալ։ Տնային կալանքի մեջ գտնվող 900 անձ կա։ 1600-ից ավել անձ այժմ գտնվում է կալանքի տակ, անազատության մեջ եւ պահվում է քրեակատարական հիմնարկներում։ Այդ մեծ բազմությունից հնարավոր են դեպքեր, երբ ըստ մեր պլանավորածի կամ ցանկացածի իրադարձությունը տեղի չունենա, կամ տեղի ունենա հակառակ բան։
Ես չեմ ասում, որ դա լավ է կամ դա այդպես պետք է լինի, բայց մենք չենք կարող այո, եւ մաքսիմալ բացառում ենք եւ հետեւաբար դուք խոսում եք բացառություններից եւ բացառությունը հաստատում է օրինաչափությունը։ Շատ լավ է, որ ձեր ուշադրությունը հրավիրված է բացառությունների վրա, բայց ես ուզում եմ վստահեցնել, որ մեր ուշադրությունն էլ է այդ բացառությունների վրա հրավիրված եւ մենք փորձում ենք մինիմալ դարձնենք այդ բացառությունները, ընդհանուր մինչև բացառենք այդ բացառությունները։ Եթե պետությունը, եթե իրավապահ համակարգը իր տեղում լիներ, հնարավոր էր արդյոք կանխել, այս ողբերգությունը, հաշվի առնելով, որ օրինակ Մերձավանում մի քանի անդամ հարցի նախաքննությունը կպատասխանի, գուցե եւ կանխարգելի չի գուցե եւ հնարավոր էր գուցե եւ հնարավոր էր եւ գուցե եւ հնարավոր չէր։ Տեսեք, մենք իդեալական աշխարհում չենք ապրում, ցավոք, մեր երկրում այո տեղի են ունենում հանցավոր արարքներ եւ պետությունը ոչ բոլոր արարքներն է հասցնում կանխել եւ դա ամբողջ աշխարհում է, այնպես չէ որ միայն մեր երկրում է։ Այո, բավարար ջանք պետք է գործադրվի։ Ասում եմ, եթե օրինակ համայնքապետին են գնդակահարում, հասարակ քաղաքացու նկատմամբ կարան ավելի դաժան խոսքը մենք չգիտենք, նոր չկայք դուք, ես այդ մասն էի խոսում, մենք չգիտենք դեռ հանցագործություն կատարած անձինք ովքեր են, մենք չգիտենք պատվիրատուները ովքեր են, եթե կան այդպիսիք։ Մենք չգիտենք հանցագործության մոտիվը որն է, արդյոք դա անձնական է, արդյոք կապված է անձի ծառայողական պարտականությունների կատարման հետ։ Այսինքն մենք չունենք որևէ ելակետ, որ ես հիմա ձեզ հետ այստեղ քննարկեմ, ասեմ, ես պատճառներով է դա տեղի ունեցել, իսկ այս մարդիկ գուցե եւ իրենց աշխատանքում թերացել են։ Ինչ վերաբերում է հասարակ մարդկանց անվտանգ զգալու խնդրին, ապա մենք ոչ թե պետք է նայենք 1-2 դեպքը, որոնք իրականում զարհուրելի են, խոսքը նրա մասին չէ, ես չեմ մինիմիզացնում այդ դեպքերի ծանրությունը, այլ մենք պետք է նայենք մեր երկրում հանցավորության ընդհանուր վիճակագրությանը, որով որ մենք իրականում բավականին բարվոք դրության մեջ ենք գտնվում, եթե համեմատենք եւ տարածաշրջանի երկրների հետ եւ այլ արտասահմանյան երկրների հետ։ Այս պահին իհարկե ոչ, որովհետեւ ես ձեռքիս տակ չունեմ վիճակագրական տվյալներ, բայց կարող եք ինքներդ ուսումնասիրել։ Այս իշխանությունը մշտապես հղում է անում նամբեո ինչ-որ վերլուծություններ տվող կազմակերպության, որի նկատմամբ վստահություն չկա։ Դուք սրա վրա եք հիմնվում։ Չէ, դուք կարող եք Արմստատից վերցնել վիճակագրություն հանցավորության վերաբերյալ եւ այլ պետությունների պաշտոնական վիճակագրական կայքերից վերցնել համապատասխան թվական ցուցանիշները եւ կատարել համեմատություն, ընդ որում եթե դա անելու եք, կցանկանայի, որ ուշադրություն դարձնեք հանցագործությունների տեսակին։ Մեր երկրում որպես կանոն, ես չեմ ասում սա որպես լավ երևույթ, բայց ընդհանուր հանցագործությունների վիճակագրության մեջ 50 եւ ավել տոկոսը սեփականության դեմ ուղղված հանցագործություններն են, այսինքն անձանց դեմ ուղղված հանցագործությունները կյանքի առողջությունը վտանգող հանցագործությունները բավականին քիչ են մեր երկրում։ Դիքի նախարար կներեք, դուք մի միտք արտահայտեցիք, ասացիք պետությունը չի կարող բոլոր հանցագործությունների կանխման հետքերով գնալ։ Չէ, կանխման հետքերով չգնալ, կանխել։ Կանխել, դուք չեք կարծում սա վտանգավոր է, որովհետև կարող է սա վախի մթնոլորտ նույնիսկ առաջացնել երկրում, որ մարդիկ առիթավորվեն, որ պետությունը մեկ է ամեն ինչի հետևից չի կարողանում գնալ, լուծենք մեր հարցը։ Պետությունը ամեն ինչի հետևից պետք է գնա բացահայտելու նպատակով եւ պետք է բավարար ջանք գործադրի, որպեսզի կանխվեն, բայց օբյեկտիվ իրականության մեջ կկանխվեն բոլոր հանցագործությունները, թե ոչ, ինձ թվում է պատասխանը պարզ է։ Քաղաքացին ինձ թվում է միամիտ չէ, ժողովուրդ եկեք մեզ վարդագույն ակնոց կարծում եմ ոչ ոքի աչքերին չկա եւ քաղաքացիները ինչ Աստեն վարդագույն ակնոց չէ, վիճակ գուցե Տիկին նախարար։ Տեսեք, քաղաքացիները, չէ, հարգելի լրագրողը երեկվա իմ կարմիր պիջակի հետ կապված է դիտարկում անում, որը կարծում եմ ամենամեծ խնդիրն է այս ամենի մեջ։ Տեսեք,
Իհարկե, պետությունը բավարար ջանք պետք է գործադրի, որպեսզի կանխարգելի հանցագործությունները եւ նաեւ մենք մշակում ենք առանձին ռազմավարություն, որը ուղղված է հենց հանցավորության թվերի նվազմանը եւ հանցագործությունների կանխարգելմանը եւ այդ առումով խնդիրը միայն դրված չէ իրավապահ մարմինների կամ ոլորտում քաղաքականություն մշակող մարմնի առջեւ, այլ խնդիրը շատ ընդհանուր է եւ խնդրի լուծման պատասխանատուն նաեւ յուրաքանչյուր քաղաքացի է, ինչպես նաեւ շատ լայն սպեկտրի քաղաքացիներն են պատասխանատուները, սկսած մեր երեխաների կրթությունից, չգիտեմ, նախակրթական դպրոցից համապատասխան գիտելիքներ տալուց եւ այլն։ Այսինքն սա երկար եւ անընդհատ process է եւ քաղաքացին կարծում եմ խնդիր չունի իրեն անվտանգ չզգալու, որովհետեւ մինչ այս պահը ամեն դեպքում համատարած հանցագործությունների վերաբերյալ որևէ տվյալ մենք չենք ունեցել, իսկ առանձին դեպքեր եղել են, կան եւ ես քանի որ վարդագույն ակնոցների մասին շատ խոսեցի, չեմ կրում այդ ակնոցները եւ մարդկանց բնույթն ու էությունը հաշվի առնելով կասեմ, որ նաեւ լինելու են։ Տիկին նախարար երրորդ հանրապետության պետք է լինեն Տիկին Գալյանին չէ կարծում։ Փաշինյանը արդեն կարծես մեղավորության Ես չգիտեմ, չէ, քիչ առաջ ես նշեցի, որ քանի դեռ եւ քանի որ դեպքի հետ կապված մենք որևէ մանրամասնի չենք տիրապետում, հետեւություններ անել չենք կարող եւ հետեւաբար չեմ կարող ասել պաշտոնանկություններ կլինեն թե չեն։ Փաշինյանը արել է հետեւություններ, Ես չեմ կարող անել հետեւություններ։ Վարչապետը հետեւություններ արել է, շատ լավ է արել։ Ես չեմ կարող հետեւություններ անել եւ այդ հարցի պատասխանատուն ես էլ չեմ, որ հետեւություններ անել։ Որ ամեն այսպիսի դեպքից առաջ Ազատի դեպքը, չգիտեմ, Սուրմալունես մեկը, Նիկոլ Փաշինյանը իր դիրքից ելնելով, չասեմ չարաշահելով, գնահատականներ է տալիս, որը կարծես ուղղորդում է իրավապահ մարմիններին, թե ինչպիսի ընթացք պետք է ստանա իրական գործը։ Ասեք ինչ գնահատական է տվել մեղավոր, մի անգամ մեղավորներ է նշանակում։ Ազատի դեպքով էլ դες արեց, ասում չէ, սա պայթյուն է, այն մյուսը չգիտեմ դիտավորությունն է, մյուսը վարկածներ է առաջ քաշում։ Որոնք ուղղորդվում են, Շնորհակալություն։ Վարկածը յուրաքանչյուր վարկած ապրելու իրավունք ունի։ Կներեք հազար անգամ, բայց եթե դա վարչապետն է ասում, կներես վարչապետն է ասում դա Ես չեմ հիշում որևէ դեպք, որ առաջադրված վարկածները օբյեկտիվ իրականությունից շեղում ունենան։ Այսինքն, եթե մենք պայթյունի ձայնը լսել ենք, եղել է պայթյուն, ասել, որ եղել է պայթյուն, դա դառնում է վարկած։ Եթե Ազատի դեպքի հետ կապված վարչապետը մանրամասն ասում էր, որ վառարանն են փորձել վառել, բենզին են օգտագործել, դա ուղղորդում չի նախաքննական։ Մի բան էլի հարցնեմ, մեր կառավարման համակարգը կարծում եմ դուք լավ պատկերացնում եք, թե ինչպիսինն է։ Ներքին գործերի նախարարությունը ում ենթակայությամբ է գործում։ Ինչի մաս է կազմում, այսպես ասեմ։ Մի րոպե։ Ինչի մաս է կազմում, կառավարության, չէ։ Ներքին գործերի նախարարությունում քրեական ոստիկանությունը, որ կար կամ հիմա որոշ մասով գործառույթները մի րոպե կամ նույն տեղեկությունները, որ կարող են համանման տեղեկություններ տրամադրվել օրինակ ազգային անվտանգության ծառայության կողմից, ում ենթակայությամբ է գործում։ Պարզ չէ, որ որովհետև մի րոպե, որովհետև օպերատիվ հետախուզական մարմինները իմ ենթակայության տակ չեն գործում։ Ես ոնց կարող եմ իմանալ տեղեկություններ ու ավարտել։ Եթե նախաքննություն է Ոնց է ինքը վարկած առաջ քաշում։ Մենք հիմա քննարկում ենք վարչապետը ինչը ոնց է անում։ Ես առաջարկում եմ իրեն ամեն անգամ հարցնել, ինչը ոնց է անում։ Տիկին նախարար երրորդ հանրապետության էջը փակել եւ Հաղեմ նախկիններին գնա։ Աստեղ սաղ իշխանական են, ընդի մատի չկա, գնա մոտ։ Տիկին նախարար երրորդ հանրապետության էջը փակելը եւ չորրորդ հանրապետության հրճակելը արդյոք սա քաղաքական թիմի ցանկությունները մի ամբողջ ժողովրդին որպես անհրաժեշտություն մատուցել չէ եւ ամեն 30 տարին մենք պետք է նոր հանրապետություն հրճակենք սա ճիշտ ձևաչափ կամ մոտեցում է Հայաստանի Հանրապետության Նախ ես ձեր հարցադրումը չընկալեցի այն առումով, թե ինչ է նշանակում ասել, պարտադրել քաղաքական թիմի ցանկությունները ժողովրդին կամ հասարակությանը։ Քաղաքական թիմը այն բանի մասին է, որ ուրվագծում է մոտեցումները, ամբողջացնում եւ ներկայացնում հետագա անելիքները, հետո նաեւ ծրագրի տեսքով։ Եվ մենք գիտենք, որ ընտրություններ են նախատեսվում
եւ այդ ընտրությունները համապետական են, իսկ ընտրությունների արդյունքները որոշվում են ժողովրդի քվեարկությամբ։ Եթե ժողովուրդը չի ցանկանում ունենալ այնպիսի իշխանություն, որի մոտեցումների հետ համաձայն չէ, չի ունենա այդպիսի իշխանություն։ Այսինքն չի ընտրի եւ ասել, որ քաղաքական թիմը պարտադրում է ժողովրդին ինչ-որ մի բան, ի բնե սխալ է։ Ես ասում եմ, արդյոք դա քաղաքական թիմի ցանկությունը ժողովրդին որպես անհրաժեշտություն մատուցելու ձև չէ, ոչ թե ասում եմ, քաղաքական թիմը կոնկրետ ասում է իրական Հայաստանի գաղափարախոսությունն է հռչակել 4-րդ հանրապետությունն է։ Այո, բայց մենք գնալու ենք ընտրությունների եւ հետեւաբար, եթե ժողովուրդը համաձայն չէ մոտեցումների հետ, տեսեք, 4-րդ հանրապետության հռչակման հետ կապված հարցերը, որոնք քննարկվել են կուսակցության համաժողովի ընթացքում, կարող են իրականություն դառնալ միայն ժողովրդի կամքով։ Այլ տարբերակ հնարավոր չէ։ Հետևաբար ես այդ առումով ձեր հարցը չընկալեցի։ Այսինքն ժողովուրդը պետք է որոշի։ Ասում եմ, որ 4-րդ հանրապետության վերջնակետը լինելու է դրվելու է նոր սահմանադրության։ Ես կուզեմ դուք բացատրեք ինչ է սա նշանակում Տիկին Գալյան։ Սա նշանակում է, որ գուցեև մեր պետության համար որդեգրվեն եւ ավելի թավ կերպով դրվեն այն սկզբունքները, որոնց հիման վրա գործելու է 4-րդ հանրապետությունը, բայց իրավական տեսանկյունից եւ իրավահաջորդության տեսանկյունից մենք պետք է վստահ լինենք եւ ամեն ինչ անենք այնպես, որ որևէ խնդրի առաջ իհարկե չկանգնենք եւ բացառենք դա։ Ինչ կետեր, օրինակ ինչ լինի, որովհետև երևա 4-րդ հանրապետության հաստատման Ես առաջարկում եմ ուղղակի սպասել, երբ համապատասխան փոփոխությունները կնախաձեռնվեն, մենք անպայման կկոմունիկացնենք դա։ Տիկին Գալյան, հնարավոր է թե խոսքը անկախության հռչակագրի հանել չհանելու մասին, Դա որևէ կապ չունի այն տրամաբանության եւ մոտեցման հետ, որը դրված է այդ հայտարարության հիմքում։ Իրոք 4-րդ հանրապետության հաստատումը անկախության հռչակագրի պահել չպահելու հետ կապ չունի։ Իրականում կապ չունի, որովհետեւ անկախ նրանից անկախության հռչակագիրը կպահվի թե չի պահվի, դա պատմական իրողություն է։ Այսինքն 3-րդ հանրապետությունը կարողացել է լինել միայն անկախության հռչակագրի շնորհիվ եւ դա պատմական փաստաթուղթ է, պատմական իրողություն։ Ես դա չեմ ասում, եմ 4-րդ հանրապետության ստեղծումն ու անկախության հռչակագրի պահել չպահելը, որևէ կերպ Չէ։ Տիկին նախարար, այն կարող է մնալ, բայց համանadrությամբ 4-րդ հանրապետության Մենք անկախության հռչակագիրը պատմության էջերից չենք կարող ջնջել։ Իմ պատասխանը դա է։ Տիկին նախարար, Դուք նկատի ունեք սահմանադրության մեջ հղումը պահել թե չպահելու։ Դա դեռ չենք քննարկել։ Սահմանադրության հետ նոր սահմանադրության եւ այդ անկախության հռչակագրում նոր Ֆանատները այսինչ աղ։ հղումը պահել չպահել Նույնիսկ ասացի, որ դուք կներանաք։ Մեր թե ձեր։ Ձեր ֆանատներն ընդդիմադիրների բոլորին Մեր եթե քաղաքացիներն ինչ-որ բողոք ունեն գուցե եւ չգիտեմ։ Նախկիներից է բողոք։ Հարցը կարող է բան չեմ բանանում, հասկանալ, որ ես էլ հասկանամ։ Հղումը պահպանել չպահպանելը եւ 4-րդ հանրապետության հաստատման այդ հեռանկարն ու սահմանադրությունը Որևէ պատճառական կապի արկայությունը չի քննարկվել եւ չի էլ հաստատվում այս պահին։ Մեկնաբանություն այդ մասով անել չեմ կարող։ Այսինքն եթե հղումը անգամ որոշեք պահպանել, դա 4-րդ հանրապետության, որ ասում են վերջնակետը լինելու է նոր սահմանադրություն։ Ասում է թե ոչ, կարծում եմ։ Տիկին նախարար, համաներում սպասվում է թե ոչ։ Քննարկում չի եղել այդ մասով։ Տիկին նախարար մի հարց էլ, չգիտեմ, դրան տիկնայք շատ են աղմուկում։ Ժողովրդյան մի քիչ։ Ես առաջարկում եմ Կարող գնանք այն կողմ։ Չէ, որովհետև ես հանդիպում ունեմ ու ինձ սպասում են։ Արարատի դեմ ինչ ունեք, ուզում եմ հասկանալ, եթե մենք ունենք Արարատի մարզ, Արարատ քաղաք, Մասիս անունով քաղաք ու ունենք Արարատ Միրզոյան, ինչի եք Արարատի լեռան պատկերը հանում տնիկներից եւ տենց արշավ սկսել Արարատի դեմ։ Մեր սուպն է։ Կարելի է այդ տեխնիկական փոփոխությունը մեկնաբանել Չէ, դա շատ բովանդակային է։ Տեխնիկական թող մճի տարերը հանեն, թվերը հանեն։ Բովանդակային է, նախկինում, եթե չեմ սխալվում, էլի են եղել տարիներ, որ Արարատ լեռը չի Հա, հետո ավելացվել է։ Քոչարյանի ժամանակ կեսից, Քոչարյանի իշխանության կեսից չի եղել, հետո ավելացվել է։ Անձնագիրը բացում, այդ կնիքը նայում եւ Արարատին այդպես ֆիքսում եւ Դե հիմա որ դուք չանեիք չէինք ֆիքսվի դրա վրա։ Դե Բայց պարտադիր մեր խորհրդանիշն համարվում է։ Ինձ համար պատմականորեն իհարկե այո բիբլիական Ինչ էմոցիաներ առաջացնում Արարատը ձեզ համար։ Ես
աշխատանքի գալիս եմ Զեյթուն վարչական համայնքից եւ երբ եղանակը պարզ է լինում, իմ օրը միշտ շատ լավ է սկսվում։ Պատմական հայրենիքի անունով վարչական շրջանից եք գալիս իդեպ։ Հայաստանում ամեն ինչ պատմական, Զեյթունը պատմական հայրենիքի անունով է, չէ՞, մեր մարզերից մեկն է եղել։ Դա լավա թե վատ։ Չգիտեմ, լավա թե վատ։ Վերջը մենք ունենալու ենք հիշողություն, թե չենք ունենալու։ Ունենալու ենք Մեր ապրում ենք մեր հիշողությունը եւ պատմական անցյալը չմոռանալու գաղափարով եւ մեր հայացքով ուղղված դեպի ապագային եւ դեպի Բայց ինչու ենք անցյալը մոռացության տալիս Տիկին Գալյան։ որևէ մեկը մոռացության։ Չէ, տալիս ենք։ Նիկոլ Փաշինյանն ասում, ինչու Վան կա, Ալաշկեր կա, չգիտեմ ինչ կա, բան։ Բայց մենք մանիպուլացնում ենք։ Վարչապետի ասածները հետեւյալն է, չպետք է մոռանալ անցյալը, պետք է սիրել անցյալը եւ պետք է արժևորել եւ սիրել ներկան, որպեսզի ինչ որ մի օր, այն ինչ որ ունենք ներկայում, չդառնա անցյալ։ Բայց կներեք, դու Արարատի մասով ասում որ Թուրքիայում էմոցիաներ են առաջացել, հարևան երկրի մոտ էմոցիաներ առաջացել։ Այսինքն դրա թուրքերի հարևան երկրի էմոցիաներին դուրս տալով եք ուզում Արարատը բանանենք, հա։ Ես կրկնեմ իմ միտքը, մենք Արարատի մարդը կարող է էմոցիա առաջացնի։ Պետք է ապրենք այն մոտեցմամբ, որ այն Տիկին Գալյան, մի բան հարցնեմ։ Անկախության հռչակագրի վերաբերյալ քննարկումը խորհրդում նախանշվում է, երբ կսկսեք օրինակ այդ հարցը։ Չեմ կարող ասել, դեռ քննարկել ենք ազգային ժողովի կազմավորմանը եւ լիազորություններին առնչվող որոշ դրույթներ, ընտրակարգին առնչվող որոշ դրույթներ են քննարկել։ Իդեպ նախորդ խորհրդի նիստի ընթացքում նաեւ խորհուրդը քվեարկել է որոշ հարցերին կողմ կամ դեմ եւ մի քանի հարց կարելի է ասել հաստատվել են խորհրդի կողմից։ Ձեզ մարտին հասցնեք ավարտին ունենաք։ Պետք է փորձենք հասցնել։ Իսկ տիկին Ներեք, էլի, շատ հարցեր։ Մի հարցեր եւ դուք ինչ եք կարծում, եթե ամեն դեպքում նոր սահմանադրությունը չընդունվի հանրակրթայով, դա կարող է որևէ կերպ վտանգել են խաղաղությունը, որի մասին հայտարարվում է Ադրբեջանի հետ։ Ես կարծում եմ, որ ոչ։ Նախարար, մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանն ասում էր, մենք պետք է հասկանանք, թե 30 տարի ինչի Հայաստանի սահմաններից դուրս մեր զինծառայողը գնացել է, ծառայել է, հա։ Դուք խնդիր չեք տեսնում այս հայտարարության մեջ, որովհետև ի վերջո ինքն էլ է 2018 թվականին գնացել այնտեղ, նաև դրանից առաջ։ Մինչև դա չգիտեր, որ դա Հայաստանի սահմաններից դուրս է, չնայած որ մենք երբեք չենք էլ ասել, որ Հայաստանի սահմանները որտեղ են ավարտում։ Մենք գիտեինք Լղիմ տարածքը, Արցախ գիտեինք ու առհասարակ հայտնի չէր, թե Հայաստանի սահմանը որտեղից էր գծվում։ Դա նաև ինքն էր ասում։ Չեք տեսնում այստեղ որևէ խնդիր այս հայտարարության մեջ, ժամանակի ընթացքում միգուցե նաև դատական հայցեր լինեն Հայաստանի դեմ այս առումով։ Եվ մեծ շուկով տղային ուղարկեց այնտեղ։ Եկեք հիշենք, թե այդ մոտեցումը երբ որպես դիրքորոշում ներկայացվեց պարոն վարչապետի կողմից, այն ժամանակ, երբ մեղադրեցին այս իշխանությանը պատերազմ կամ սանձազերծելու կամ սկսելու մեջ եւ արձագանքը դրա մասին էր։ Այսինքն այդքան տարի ինչ է, նույն ձեր ասածներ կրկնում, մենք չգիտեինք դա, այսինքն մենք չգիտեինք, որ միջազգայինորեն չճանաչված տարածքի հետ գործ ունեինք եւ ոնց կարող է այնպես ստացվել, որ այս իշխանությունը եկավ եւ ինքը սանձազերծեց պատերազմ եւ շարունակությունը, դա եմ ասում, չգիտեինք։ 2016 Եվ շարունակությունը, կներեք, եւ շարունակությունը հետեւյալն էր, որ պատերազմի մեջ ենք գտնվել 20-ից առաջ, 19-ին, 18-ին, 17-ին եւ դրան նախորդող բոլոր տարիներին։ Պաշտպանում Փաշինյանի վզադը։ Մեծ ինքը անձամբ պաշտպանեցին, որ գնաց ապրիլյան պատերազմին, իհարկե մայիսին գնացել խրամատեր։ վատ արեց, որ գնաց։ Չէ, լավ արեց, բայց ում հողերն էր պաշտպանում, որ հողերը, որ հայրենիքի։ Մեզ համար շատ ցանկալի։ Իսկ մի բան էլ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ ես հայրենասիրությունից դրդված եմ ասել Արցախը Հայաստանը եւ վերջ։ Հետո հայրենասիրությունից դրդված Արցախը ճանաչեց Ադրբեջանի, կազմում հանձնեց Ադրբեջանը։ Ոնց հասկանանք դա։ Ես
կարծում եմ, որ դուք ինձնից լավ գուցե, չգիտեմ, հիշում եք այն պատմական այլևս իրադարձությունները, որոնք տեղի ունեցան եւ կարող եք ինքներդ հետեւություններ անել, թե ինչի արդյունքում եղավ այն, ինչ եղավ։ Մինչև հիմա Ռուսաստանի դեմ պայքարում է, իր հողերի մի մասը Ռուսաստանի տարածքում է հայտնվել, բայց մինչև հիմա Զելենսկին հրաժարվում է ճանաչել Դոնբասը կամ, չգիտեմ, Ղրիմը Ռուսաստանի մաս։ Ու ատամներով պահում է, ինչքան որ կարողանում է, գնում զենք հազում, չգիտեմ, ռակետի քար հազում, բերում կռվում է։ Ախր ես այնքան կուզեի, որ գոնե դուք ինքներդ ձեզ չհակասեիք։ Ինչով։ Նրանով, որ վստահաբար, եթե զոհերի քանակությունը Աստված չանի ավելի մեծ լիներ, իհարկե, էլի մեծ է թիվը, ցավոք սրտի, Հայաստանի մասին եմ ես խոսում, էլի մեծ է ցավոք սրտի, բայց եթե այդ ամենը շարունակվեր, ինչ մեղադրանքներ էին հնչելու իշխանությունների հասցեին եւ հնչելել են այդ մեղադրանքները, հետեւաբար իմ պատասխանը նույնն է, կրկնում եմ, դուք շատ լավ տիրապետում եք այն ինֆորմացիային, թե ինչ եղավ եւ ինչու։ Խնդրում եմ չմանիպուլացնել։ Մենք քննադատում ենք մեղադրում են նաև հենց դրա համար, որ մինչև 20 թվականը ասած Արցախը Հայաստանի Ես էլ ասում կողմնորոշվեք ինչի համար եք մեղադրում եւ նաեւ հարգելի լրագրողի հարցին պատասխանեցի, ասելով թե ինչ է նկատի ունել վարչապետը, բարեբախտաբար ես այդ քննարկմանը ներկա եմ եղել եւ շատ լավ հիշում եմ, թե ինչի հետ կապված այդ դիրքորոշումը հայտնվեց եւ եթե հայտնում եք որևէ դիրքորոշում, որևէ պաշտոնատար անձի կողմից հնչեցված, խնդրում եմ դա հայտնեք մինչև վերջ, չկտրելով կոնտեքստից։ Չէ, կտրում եք կոնտեքստից։ Միշտ կտրում եք կոնտեքստից։ Ձեր գլխագրերն էլ են միշտ ձեր չէ, չեմ հավաքական։ Չէ, լրագրողների գլխագրերն էլ են կոնտեքստից հիմնականում կտրված, պատասխաններն էլ են հիմնականում կոնտեքստից կտրված։ Մեզ եք ասում, ո՞ղի ասեք մեզ։ Ձեզ նկատի ունեի անձնապես չեմ ասում կոնկրետ։ Ձեզ բոլորի։ Շնորհակալություն։ Տիկին Գալյան, իդեպ ձեզ էին այնտեղ հարցում, ասել եք կամ մոտենյակ։ Միշտ պետական բան եք։ Ես ասել եմ, որ